Ատոպիկ մաշկաբորբը ընդգրկված է հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ վերանայման L20 կոդի ներքո, որտեղ ներկայացված է նաև L20.0 բենիեի քորպտիկը, L20.8-ը այլ ատոպիկ մաշկաբորբեր, որոնց մեջ տարաբնույթ ախտահարումներ են ընդգրկված, եւ L20.9-ը, ուրեմն կոդը չճշտված ատոպիկ մաշկաբորբը, սակայն պետք է ասեմ, որ հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ վերանայումը ամբողջությամբ չի արտացոլում հիվանդության այդ ամբողջ ծավալը, որովհետև ատոպիկ մաշկաբորբի ժամանակ մենք ունենք առանձին օրինակ շրթունքների ախտահարում, ատոպիկ խելիթ, կոպերի ախտահարում ունենք եւ տարաբնույթ այլ ախտահարումներ, որոնք ցանկալի է առանձնացված լինեն։ Ընդհանուր տեղեկություններ հիվանդության վերաբերյալ հիվանդությունը կարող է դրսևորվել ցանկացած տարիքային խմբում, իհարկե առավել բնորոշ է 3 ամսեկանից ավելի մեծ տարիքում արտահայտված դեպքերը, մեծ մաս դեպքերում հիվանդությունը սկսվում է կյանքի առաջի տարվա ընթացքում։ Այստեղ մենք հիվանդությունը կարող ենք բաժանել մի քանի փուլի, դա ավելի փոքր տարիքի երեխաներին բնորոշ վիճակներն են, իրեն յուրահատուկ կլինիկական պատկերով, տևում է մոտավորապես մինչև 5-6-7 տարեկան, որից հետո ինքնուրույն հետ է զարգանում հիվանդությունը։ Երկրորդ փուլի մեջ կլինի մինչև 16-18 տարեկան հիվանդության տևողությունը իրեն բնորոշ կլինիկայով, որը ես հետագայում կներկայացնեմ, եւ բոլոր այն դեպքերում, երբ որ այս տարիքային խմբում էլ ատոպիկ մաշկաբորբը չի անցնում, այլ պահպանվում է հետագա ամբողջ կյանքի ընթացքում, արդեն իրեն բնորոշ կլինիկական պատկերով։ Սեռային որևիցե առանձնահատկություններ չունենք, թե կանանց թե տղամարդկանց մոտ հավասար քանակությամբ են հանդիպում հիվանդությունը կարող է ընթանալ առանց բարդությունների մեծ մաս դեպքերում, սակայն կարող ենք ունենալ որոշակի բարդություններ, հիմնականում իհարկե դա երկրորդային ինֆեկցիայի միացումն է, տարբեր եւ բակտերիալ, եւ սնկային, եւ վիրուսային ինֆեկցիոն ախտահարումներ մենք կարող ենք ունենալ։ Հիվանդության փուլը որպես այդպիսի փուլայնություն հիվանդությանը բնորոշ չէ, սակայն բուժումը ավելի ճիշտ կազմակերպելու համար առաջարկված է հատուկ սխեմա, որը ավելի օգնում է, հեշտացնում է բուժման կազմակերպումը, որը ես կներկայացնեմ վերջում։ Ատոպիկ մաշկաբորբով պացիենտները կարող են բուժվել ինչպես հիվանդանոցի պայմաններում, ցերեկային եւ գիշերային ստացիոնարի, այնպես էլ արտահիվանդանոցային ամբուլատոր, բուժումը հնարավոր է իրականացնել պլանային կարգով, սակայն ծանր դեպքերում, շտապ զարգացող բարդ դեպքերում ցանկալի է հրատապ շտապ բուժում սկսել։ Տվյալ գործելակարգը ուղղված է մաշկաբաններին, մաշկավեներաբաններին, ալերգոլոգներին, ալերգոլոգ-իմունոլոգներին եւ իհարկե մանկաբույժներին։ Որոնք են այն գանգատները, որոնք առաջանում են ատոպիկ մաշկաբորբով պացիենտների մոտ։ Բոլոր գանգատները կարող ենք բաժանել երկու մեծ խմբի, հիմնական կամ պարտադիր գանգատ դա մաշկի քորն է եւ մնացած բոլոր գանգատները առանձնացնում ենք այսպես կոչված հավելյալ կամ լրացուցիչ գանգատների մեջ։ Պետք է հիշենք, որ չկա ատոպիկ մաշկաբորբ առանց մաշկային քորի։ Բոլոր այն դեպքերում, երբ որ մենք հիմնվում ենք միայն մաշկի չորության վրա եւ չենք գնահատում քորի առկայությունը պացիենտի մոտ, մենք իրավունք չունենք ախտորոշել ատոպիկ մաշկաբորբ։ Այս սխալը բավականին հաճախ կատարվում է մանկական հասակում եւ շատ հաճախ բժիշկների պնդմամբ երեխան խոսել չգիտի, չի կարող նշել իր մոտ քորի առկայությունը, այո, երեխաները խոսել չեն կարող, բայց երեխայի ակտիվությամբ եւ անհանգստությամբ մենք կարող ենք շատ հանգիստ կողմնորոշվել քորի առկայության մասին։ Շատ կարևոր է կլինիկական պատկերը, ատոպիկ մաշկաբորբին բնորոշ է կլինիկական բավականին մեծ բազմազանություն, սակայն բնորոշ տեղակայում, դա նախ եւ առաջ ծալիչ մակերեսների ախտահարումն է, բոլոր տարիքային խմբերում ծալիչ մակերեսները ախտահարված են եւ իհարկե դեմքի ախտահարումը, որ ավելի բնորոշ է մանկական եւ միջին տարիքում, ավելի մեծահասակների մոտ մենք դեմքի ախտահարում որպես այդպիսի չենք ունենում։ Եվս մի կարևոր տեղակայում, որին պետք է պարտադիր ուշադրություն դարձնենք, դա մանկական տարիքում տակդիրային զոնայի առողջ լինելը, այդ տարբեր տակդիրներ կրող երեխաների մոտ, անգամ ամենածանր ատոպիկ մաշկաբորբի ժամանակ մենք նկատում ենք, որ տակդիրի հատվածը առողջ է եւ ախտահարում այստեղ չկա։ Ունենք նաեւ լրացուցիչ ախտանիշներ, որոնց վրա նույնպես պետք է ուշադրություն դարձնենք, դա մաշկի չորությունն է, շատ հաճախ մենք ատոպիկ մաշկաբորբի ժամանակ ունենում ենք լավ չոր կոպիտ ոչ էլաստիկ մաշկ, երկարատև քորելու հետևանքով ունենում ենք այսպես կոչված ворքինացման զարգացում, դա ավելի կոպիտ, ոչ էլաստիկ, շագրենի կաշվին նման, այսպես գծավորված, ուրեմն մաշկի առկայությունն է հատկապես ծալիչ մակերեսներին, պարանոցի, դեմքի շրջանում։
Ինչպես նաև պայմանավորված բարդությունների զարգացմամբ մենք կարող ենք ունենալ թարախային պրոցեսներ, դեղնավուն, դեղնականաչավուն կեղևների առաջացում, մենք կարող ենք ունենալ հերպեսիկ ախտահարումներ, բավականին հաճախ ատոպիկ մաշկաբորբը կարող է զուգորդվել հերպեսի հետ եւ իհարկե տեղային կորտիկոստերոիդների ատոպիկ մաշկաբորբի բուժման համար կիրառվող տեղային կորտիկոստերոիդների ուրեմն երկարատև կիրառման դեպքում մենք կարող ենք ունենալ նաև սնկային բարդությունների զարգացում իրեն բնորոշ կլինիկական պատկերով։ Չափազանց կարևոր են անամնեստիկ տվյալները, որովհետև ատոպիկ մաշկաբորբի ժամանակ մենք պարտադիր պետք է գնահատենք առաջի կարգի հարազատների մոտ ալերգիկ հիվանդությունների կամ ատոպիկ հիվանդությունների առկայությունը, տարաբնույթ ալերգիաների առկայության դեպքում ծնողների մոտ շանսը երեխաների մոտ ուրեմն ատոպիկ մաշկաբորբ լինելու մեծանում է եւ սա պարտադիր պետք է հաշվի առնենք։ Հաշվի ենք առնում նաեւ առաջի կարգի հարազատների մոտ ուրեմն ատոպիկ կամ ալերգիկ հիվանդությունների առկայությունը։ Ատոպիկ հիվանդությունների շարքին կդասենք բացի ատոպիկ մաշկաբորբից նաեւ սեզոնային ռինիտը եւ ուրեմն բրոնխիալ ասթման։ Չափազանց կարևոր է զննումը պացիենտի, որովհետև ծանրության աստիճանի եւ բուժման ընտրությունը պայմանավորված է հիվանդության տարածմամբ, հետեւաբար պետք է զննել ամբողջ մարմինը, առանձնահատուկ ուշադրություն դարձնել ծալքերի ախտահարմանը։ Երբ ենք կատարում հոսպիտալացում, նախ եւ առաջ տարածուն, ծանր ձևերի ժամանակ երբեք բուժումը չիրականացնել ամբուլատոր տնային պայմաններում, իրականացնել հիվանդանոցի պայմաններում, տեղային բուժմամբ նկատմամբ կայուն ձևերը նույնպես բուժումը պետք է իրականացնել ստացիոնարում եւ իհարկե եթե մենք ունենք երկրորդային ինֆեկցիոն, տարածուն, վարակների առկայություն, նույնպես խորհուրդ է տրվում բուժումն իրականացնել հիվանդանոցային պայմաններում։ Ատոպիկ մաշկաբորբով պացիենտները պետք է զննվեն պարտադիր մաշկաբանի կողմից, թե բարդություններով եւ թե առանց բարդության ընթացքի ժամանակ, ալերգոլոգի, իմունոլոգների, մանկաբույժների, հոգեթերապևտների, ակնաբույժների եւ մի շարք այլ մասնագետների կողմից ցանկալի է ատոպիկ մաշկաբորբով պացիենտի զննություն, եթե ունենք այդ օրգան համակարգերի կողմից արկա որևիցե բարդություններ։ Որոնք են անհրաժեշտ հետազոտությունները։ Իհարկե նրանք կտարբերվեն առանց բարդությունով ընթացող եւ բարդությամբ ատոպիկ մաշկաբորբերի դեպքում, առանց բարդության ընթացքի ժամանակ մենք կարող ենք սահմանափակվել ստանդարտ հետազոտություններով, արյան ընդհանուր քննություն, մեզի ընդհանուր քննություն, որովայնի խոռոչի օրգանների սոնոգրաֆիկ հետազոտություն, սակայն բարդությունների առկայության դեպքում արտաքին բուժման նկատմամբ կայուն ատոպիկ մաշկաբորբի դեպքում ցանկալի է բուժումը սկսելուց առաջ իրականացնել նաեւ ծավալուն բիոքիմիական քննություն, ինչպես նաև մաշկային ալերգիկ փորձեր իրականացնել, եթե կասկածում ենք որևիցե մի ալերգիկ, ուրեմն տրիգերի առկայություն։ Ատոպիկ մաշկաբորբով պացիենտների բուժումը պայմանավորված է մի շարք գործոններով, հիվանդության փուլ, տարածվածություն, պացիենտի տարիք եւ ուղեկցող խնդիրներ։ Հիվանդության փուլի հետ կապված կներկայացնեմ, տարածվածությունից ելնելով մենք որոշում ենք հոսպիտալացնել պացիենտին, թե բուժումն իրականացնել ամբուլատոր պայմաններում, պացիենտի տարիքը հաշվի ենք առնում տեղային թե ընդհանուր դեղամիջոցներ նշանակելու դեպքում, նրանք ունեն տարիքային սահմանափակումներ եւ դա պարտադիր պետք է հաշվի առնել եւ իհարկե ուղեկցող խնդիրները նույնպես չափազանց կարեւոր են բուժման պլանը մշակելու համար։ Հիվանդության փուլն ընտրելու համար առաջարկված այս սխեման բավականին երկար տարիներ գոյություն ունի եւ շատ է օգնում ատոպիկ մաշկաբորբի վարման համար։ Մենք ստեղ ունենք 4 այսպես կոչված բուժման ընտրության հնարավորություն, որ մեկը մյուսին հաջորդում է, բազիսային բուժում, որի մասին մանրամասն կխոսենք, հիմնականում կրթում, խոնավացնողների օգտագործում, ճարպային ուրեմն լոգանքների իրականացում, թեթև դեպքերին ժամանակ ավելացվում ենք նաև տեղային ուրեմն ռեակտիվ բուժում, տեղային գլյուկոկորտիկոստերոիդների կիրառմամբ, չափավոր միջին ծանրության ժամանակ նաև ավելանում է այսպես կոչված պրոակտիվ բուժում եւ ծանր ձևերի ժամանակ բուժմանը ավելանում են կամ այս ամբողջ բուժումը փակում ենք եւ ավելանում են արդեն համապատասխան ստացիոնար պայմաններում կիրառվող դեղամիջոցներ, բոլորի մասին մանրամասն կխոսեմ։ Ինչ է իրենից ներկայացնում բազիսային բուժումը։ Բազիսային բուժման մեջ ընդգրկված են մի քանի շատ կարևոր կետեր։ Առաջինը բուժառուների կրթումն է։ Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել եւ ապացուցել են, որ բոլոր այն դեպքերում, երբ ծնողները ավելի պատրաստված են եւ ավելի տեղեկացված են հիվանդության վերաբերյալ, նրանց երեխաների մոտ հիվանդության ընթացքը եւ բուժման ընթացքը ավելի բարենպաստ է լինում։ Գրգռիչների շտկում,
Չափազանց կարևոր է ատոպիկ մաշկաբորբի ժամանակ գրգռիչների ճանաչումը եւ նրանցից հրաժարվելը, սակայն այստեղ մեկ սխալ կա, որ բոլորը, գրեթե բոլորը օգտագործում են, իրականացնում են, դա կարմիր, նարնջագույն եւ կանաչ այս մոտեցումն է, կարմիր, որը ոչ մի բան չի կարելի, նարնջագույնը զգուշությամբ կամ դեղինը զգուշությամբ, իսկ կանաչ ցանկացած սննդամթերք կարելի է հանգիստ օգտագործել, ապացուցված է, որ այս մոտեցումը ճիշտ չի, մենք կարող ենք ունենալ պացիենտներ, որոնց մոտ ալերգիկ, ատոպիկ մաշկաբորբի գրգռում լինի, օրինակ չեմ կանաչ խնձորից կամ դեղին գույնի բանանից եւ բացարձակ ոչ մի բան չզարգանա կարմիր գույնի լոլիկից։ Հետեւաբար գրգռիչների ճանաչումը եւ շտկումը պետք է իրականացվի պացիենտի եւ բժիշկի համագործակցության արդյունքում։ Խոնավ փաթաթումներ։ Որպես լրացուցիչ բուժման կոմպոնենտ խոնավ փաթաթումները առաջարկվում են մանկական տարիքում տարածուն ձևերի ժամանակ ատոպիկ մաշկաբորբի, օգտագործում են հատուկ նյութերից պատրաստված հագուստ, որոնք թրջում են սովորական ջրի մեջ եւ փաթաթում են ամբողջ մարմինը։ Յուղային լոգանքներ։ Ցանկացած տարիքային խմբում ատոպիկ մաշկաբորբի բուժումը պետք է իրականացվի միմիային խոնավացնողների, ուրեմն ներքո, արկայության ներքո եւ շատ կարեւոր է նաեւ լոգանքը իրականացնել, այսպես կոչված առանց օճառների միջոցով կամ այսպես կոչված յուղային, ուրեմն լոգանքի միջոցների օգտագործմամբ շուկայում բավականին մեծ քանակությամբ առկա են եւ ընտրությունը կարելի է շատ հեշտությամբ կատարել։ Խոնավացնողներ։ Սա բավականին նոր խումբ է, ուրեմն մաշկաբանության մեջ, բայց այսօր կարծում եմ որևիցե մի մաշկաբան չի պատկերացնում իր աշխատանքը առանց խոնավացնողների եւ իհարկե խոնավացնողների կարելի ասել հաջորդ սերունդ միջոցներ, որոնք բացի խոնավացնելուց պարունակում են նաև հակաքորային, հակաբորբոքային ազդեցության միջոցներ, այսպես կոչված էմոլիենտներ։ Այս բոլոր միջոցների բազիսային բուժման կիրառումը պետք է լինի բալանսավորված, պետք է լինի բավարար քանակությամբ եւ բոլոր պացիենտներին պետք է առաջարկվի, որովհետեւ ապացուցված է, որ բազիսային բուժումը կարող է էական ազդեցություն ունենալ հիվանդության ընթացքի վրա։ Ինչ է իրենց ներկայացնում ռեակտիվ բուժում։ Սա տեղային կորտիկոստերոիդների օգտագործումն է, միջին ուժգնության տեղային կորտիկոստերոիդների օգտագործումն է ակտիվ փուլի ժամանակ, երբ հիվանդի մոտ առկա է քոր, առկա է մաշկի ցանավորում։ Նման դեպքերում մենք առաջարկում ենք օրական 1 կամ 2 անգամ, պայմանավորված իհարկե ազդող նյութի առանձնահատկություններով, առաջարկվում է բուժումն իրականացնել 14 օրվա ընթացքում, որից հետո կրկնել խորհրդատվությունը։ Դրական դինամիկայի զարգացման դեպքում կարող ենք բուժումը իրականացնել եւս 14 օր եւ հետո արդեն անցնենք հաջորդ փուլերի։ Չափազանց կարեւոր է բացատրել ծնողներին, որ չի կարելի օգտագործել տեղային կորտիկոստերոիդներ քորի ամեն մի էպիզոդի ժամանակ։ Տեղային կորտիկոստերոիդը օգտագործում են կամ առավոտյան, կամ երեկոյան, կամ երկուսն էլ միաժամանակ։ Առանձին քորի էպիզոդների դեպքում ցանկալի է օգտագործել խոնավացնող միջոցներ։ Նախընտրելի է կիրառել նրբաքսուկներ, հատկապես դեմքի եւ ծալիչ մակերեսների ախտահարման ժամանակ։ Ինչ է նշանակում պրոակտիվ բուժում։ Պրոակտիվ բուժումը դա սրացումները կանխարգելող բուժումն է։ Առաջարկվել են տարաբնույթ սխեմաներ պրոակտիվ բուժման, սակայն լավագույն արդյունավետությունը պրոակտիվ բուժման դա շաբաթը իրար հաջորդող 2 օրերի, օրինակ շաբաթ եւ կիրակի կամ երկուշաբթի եւ երեքշաբթի իրար հաջորդող 2 օրերի ընթացքում օրական 1 անգամ տեղային գլյուկոկորտիկոստերոիդի օգտագործումն է, իսկ մնացած 5 օրերի ընթացքում կամ տեղային կալցինևրինի ինհիբիտորների օգտագործում եւ կամ խոնավացնողների օգտագործում եւ կամ էմոլիենտների օգտագործում։ Թե ինչ մոտեցում ընտրել այդ 5 օրերի համար բժիշկը ինքն է որոշում, պայմանավորված հիվանդի ուրեմն ծանրության աստիճանով, պայմանավորված տեղային կորտիկոստերոիդների հիվանդության պատասխանի աստիճանով։ Տեղային ուրեմն կալցինևրինի ինհիբիտորները անհրաժեշտ է օգտագործել օրական 1 անգամ, օգտագործել այնքան երկար, քանի դեռ ճնշվում են կլինիկական դրսևորումները եւ պետք է իմանանք շատ կարեւոր մի փաստ, որ տեղային կալցինևրինի ինհիբիտորները ունեն մաշկը գրգռող հատկություն, սրանից վախենալ պետք չի, 1-2 օր կամ երբեմն 1 շաբաթ կիրառման դեպքում այդ տեղային գրգռման էֆեկտը դուրս է գալիս եւ որովհետեւ անգստացնող գանգատներ մենք էլ չենք ունենա։ Նույնպես նախապատվություն տալիս ենք նրբաքսուկներին, դեմքի եւ ծալքերի շրջանում եւ չենք մոռանում, որ բոլոր փուլերում բազիսային բուժումը չափազանց կարեւոր է, պարտադիր բոլոր բուժումները պետք է իրականացնել բազիսային բուժման ներքո։
Ծանր դեպքերի բուժում։ Հիշեցնեմ, որ ծանր դեպքերի բուժումը իրականացվում է ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում։ Նախընտրելի է մոնոկլոնալ հակամարմինների, ինտերլեյկին 4-ի եւ ինտերլեյկին 13-ի ինհիբիտորների օգտագործում, սակայն նրանց թանկարժեքությունը մի քիչ սահմանափակում է մեր երկրում այդ միջոցների օգտագործումը։ Կարելի է օգտագործել իմուն համակարգը ընկճող նաև այլ դեղամիջոցներ, որոնք թույլատրված են մանկական տարիքում օգտագործման համար, սակայն պետք է շատ ճշգրիտ հաշվարկել ուրեմն դեղամիջոցի դոզան եւ կատարել բոլոր այն անհրաժեշտ հետազոտությունները, որոնք ցուցված են տվյալ դեղամիջոցները օգտագործելու համար։ Նորից ու նորից չենք մոռանում բազիսային բուժման մասին։ Եվ բուժական այլ միջամտությունները, որոնք նույնպես արդյունավետ է օգտագործել ուրեմն ատոպիկ մաշկաբորբի ժամանակ, սակայն ունեն որոշակի սահմանափակումներ, դա այսպես կոչված UVB կամ UVA բուժումն է, ուլտրամանուշակագույն ճառագայթների օգտագործումը ատոպիկ մաշկաբորբի հատկապես տարածուն ձևերի բուժման համար, արդյունավետությունը բավականին բարձր է, սակայն պետք է հիշենք, որ տվյալ միջոցների օգտագործումը, տվյալ մոտեցման մեթոդների օգտագործումը կարող է բերել մաշկի չորության զարգացման կամ այլ ավելի խորացնել առկա չորությունը, հետևաբար նման մեթոդներ օգտագործելու դեպքում պետք է ուշադրություն դարձնել խոնավացնողների օգտագործման եւ ավելի մեծ քանակությամբ խոնավացնողներ օգտագործել։ Այսքանը ատոպիկ մաշկաբորբի գործելակարգի վերաբերյալ։